Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այսօրվա մեր հյուրերը, առաջին թողարկումն է, որ մենք ունենք երկու հյուր, այսօրվա մեր հյուրերը Վիգմոր հիվանդանոցի, Վիգմոր կլինիկի և MRT կլինիկի ռադիոլոգներ Բրուտյան Արփինեն են և Պետրոսյան Լիլիթը, բարև ձեզ, Շատ հարազատ մարդիկ, այո, մեզ շատ հարազատ մարդիկ, շնորհակալություն, որ հյուրընկալել եք մեզ, վերջապես մեր գաղափարը իրականացավ ու 4-ով մենք երկու հյուր ենք ունեցել եւ երկու հյուր ունենք եւ 4-ով այսօր խոսալու ենք ռադիոլոգիայից։ Այո, գոլեգաներով հավաքվել ենք, ի սկզբանե ասեմ, ձեզ եմ ասել եւ ամբողջ աշխարհը թող իմանա, ես շատ երջանիկ մարդ եմ, որ աշխատում եմ ձեր թիմի հետ, տենց լավ հաճելի մարդկանց եւ տենց պրոֆեսիոնալ վերաբերմունք ցուցաբերող մարդկանց հետ։ Այսօր կուզենայինք խոսալ ռադիոլոգիայից, ընդհանուր ռադիոլոգիայից, այսինքն մենակ MRT-ից չէ, քանի որ ասեմ, որ մեր բժշկուհիները նաև ԿՏ-ի բժշկուհիներ են եւ անցած տարվանից սկսած ներդրում ենք մենք մեր կլինիկայի մեջ մուլտիմոդալ ռադիոլոգիան, այսինքն երբ մի ռադիոլոգը ինքը նայում է ամեն տեսակի հետազոտություն եւ MRT եւ ԿՏ, հետագայում նաև կմիանա սոնոգրաֆիկ եւ դուք արդեն իսկ ռենտգեն նայում եք։ Այո։ Կուզենայեմ մի քիչ խոսակ ԿՏ-ի եւ MRT-ի տարբերության մասին, դժվար էր ինտեգրվել MRT ոլորտ թե չէ, եւ ընդհանուր արդեն անցնենք մեր մնացած թեմաներին։ Նախ շնորհակալություն մեզ այստեղ հրավիրելու համար։ Ես անպայման ուզում եմ նշել, որ մենք միշտ մեր աշխատանքում, քանի որ ինտեգրել ենք եւ շարունակաբար զարգացնում ենք այդ մուլտիմոդալ ռադիոլոգիան, շատ կարեւոր ենք համարում միշտ նշել, որ մի հետազոտության մեթոդը մյուսին չի փոխարինում, այսինքն պետք չի ասել ԿՏ-ն այստեղ ավելի լավն է, MRT-ն այստեղ ավելի գերակա է կամ հակառակը, այո, միանշանակ կան հետազոտություններ, կան հարցադրումներ, որտեղ նախապատվություն տալիս ենք այս կամ այն մեթոդին, բայց միշտ կարևոր է հիշել, որ մեթոդները միմյանց փոխլրացնում են։ Այսինքն շատ կարևոր է մուլտիմոդալ ռադիոլոգիան, որը ռադիոլոգիայի ժամանակակից տեսակն է կազմում, այսինքն թե արևմտյան բժշկության մեջ, թե եվրոպական, մենք գնում ենք նրան, որ պետք է ռադիոլոգիան լինի մուլտիդիսցիպլինար եւ մուլտիմոդալ։ Ցանկացած դեպքում հենց բուժառոյակ կենտրոնություն կայանում նրանում, որ երբ ընտրում ենք որևէ պաթոլոգիա, մենք միշտ համադրում ենք այս կամ այն հետազոտությունները, որը հնարավորություն է տալիս նախ ժամանակ շահել ախտորոշման համար, երկրորդ հնարավորություն է տալիս նեղացնել ձիվ դիագնոստիկ շրջանակը, այսինքն մենք կարողանում ենք համադրենք մի քանի մեթոդ, միևնույն մասնագետի կողմից եւ ստանանք արդեն ճշգրիտ ախտորոշում, եւ սա իսկապես երբ փորձում ենք սեփական օրինակում, հասկանում ենք, թե ինչքան ոսկի մեթոդ է եւ ինչքան բարձրանում է արդյունավետությունը ախտորոշման եւ հետագայում նաեւ բուժման եւ կարողանում ենք նաեւ կլինիցիստին ճիշտ օգնել։ Լիլի ջան, ինչ ասում եք, ամեն ինչի տակ ստորագրում եմ, որը շատ շնորհակալություն ձեզ այդ բառերի համար, որովհետեւ մեր սաղ ոդկասթների ընթացքում փորձում ենք դա հասկացնել մարդկանց, որ նենց չի, որ մենակ MRT-ն է ձեր հարցերին պատասխանելու, մուլտիմոդալ պետք է մոտենալ, այսինքն կարող է MRT-ն ավելի թիրախային հետազոտություն է, ԿՏ-ն ավելի լայն տարածում ունի եւ լայն հարցերի է պատասխանում եւ օրինակ նույն ուռուցքների հարցով, եթե մենք ուզում ենք թիրախային հասկանալ, թե ուռուցքը որտեղ է տարածված, մենք անում ենք MRT հետազոտություն, բայց օրինակ մետաստազների համար ոսկե ստանդարտ է համարվում ԿՏ հետազոտությունը լիմֆատիկ համակարգի գնահատման համար, դրա համար ինձ օրինակ շատ հարմար է ձեր թմի հետ աշխատել, որովհետև նույն պացիենտին ես թեկուզ ԿՏ հետազոտությունը կարող եմ խնդրել, որ դուք վերանայեք եւ մենք ընդհանուր այդ ձեր ասած հիվանդակենտրոն մոտեցում ենք ցույց տալիս, ինձ ընդհանուր այդ աշխատանքը շատ հարմար է կաբինետին ասում էլ, որպեսզի պատկերացնեն, շատ հարմար է, երբ որ այդ պահին դուք պացիենտին MRT եք անում, ես նայում եմ MRT-ն ու աղջիկներից ինչ որ մեկը այդ պահին ներկա է, ինքը վերանայում է ԿՏ-ն ու փաստացի թմի ներսում կատարվում է համ ԿՏ, համ MRT հետազոտությունների վերլուծություն, հենց այդ միանգամից ու այդ շատ հարմար է։ Պացիենտակենտրոն նշված բառը շատ ճիշտ է Լիլիթը նշում։ Այո, Լիլիթը շատ տիպուկ ասեց այդ բառը, ու ինչքան հեշտ է մեր աշխատանքը Վիգմորի թմի հետ, մեկը մյուսից լավ մասնագետներ են, մեկը մյուսից լավ մարդիկ են, իրականում շատ շնորհակալություն ձեզ առողջ միջավայրի համար մեր կաբինետի ներսում։ Եվ շարունակելով միտքը, եթե նկատել եք, ես հիմնականում, եթե հոտի հետ կապված խնդրով են MRT-ն անցնում, հիմնականում նաև խնդրում եմ ռենտգեն նկարները մոտեցնել, որովհետև եկեք չմոռանանք նաև ռենտգենի դերի մասին, ինչքան կարևոր է հենց հիմքից սկսել ռենտգեն հետազոտությամբ, նաև ԿՏ, MRT այս ամբողջը համալրելով, օրինակ հենց օստեոսարկոմաների կամ Յուինգի սարկոմաների հայտնաբերման դեպքում basic մեթոդը, որով առաջին հերթին մենք տեսնում ենք այդ փոփոխությունները,
ռենտգենն է։ Ռենտգենով կարողանում ենք գնահատել տեղակայում, չափ, արդյոք ինչ որ պերիոդիալ ռեակցիա ունենք կամ այլն եւ դրանից հետո այնուհետև MRT-ն ավելի փոփոխվածքների ներգրավվածություն հասկանալու համար ինվազիա, այնտեղ որը բավականին կարևոր է վիրահատական միջամտության կազմակերպման համար, ինչպես նաև կարևոր է հետագայում staging-ը, այսինքն փուլավորումը, հեռակա մետաստազներ հայտնաբերելու համար, ինչը բավականին կարևոր է այնուհետև բուժման, արդյունավետության գնահատման եւ տակ պլանավորման համար։ Ուզում եմ մեջբերում անել, որ Բրուձան Արփինեն մեր առաջատար MSK մասնագետն է, այսինքն եթե մենք ունենք ինչ-որ ներհոդային կամ հոդային ոսկրամկանային խնդիր, մենք միանգամից զանգում ենք արփ մի հատ կնայես, որ շատ հարմար է արփի հետ աշխատել այդ բնագավառում, դա միանշանակ խոսում է ձեր ինտուզիազմի ռադիոլոգիայի ոլորտում եւ ձեր պատրաստակամության մասին ընդհանուր թմի մեջ աշխատելու հարցում, ինչպես սկզբից ասեցի, ուզում եմ ժողովրդի համար էլ պարզ լինի, Հայաստանում սովորաբար մի մեթոդի մասնագետ է լինում, այսինքն MRT մասնագետ, KT մասնագետ, սոնոգրաֆիստ եւ այլն եւ այլն։ Արփի ջան, ուզեմ մի քիչ բացատրել, ինչ ենք մենք ուզում անենք ներկապահին կլինիկայում։ Շատ լավ, վերապատրաստվելով տարբեր եվրոպական եւ դոկտորիթի նաեւ ամերիկյան դպրոցներում այնտեղի մշակույթը այսպիսին է, որ չունենք միայն սոնոգրաֆիստ, միայն ռենտգենոլոգ կամ միայն կատեի բժիշկ, այնտեղ օրգան համակարգերով է բաժանումը, այսինքն նեյրոռադիոլոգ, MSK ռադիոլոգ կամ պեդիատրիկ ռադիոլոգ եւ այս մոտեցումը փորձում ենք նաեւ ներդնել Հայաստանում ու մշակույթ ձևավորել ու զարգացնել, հուսամ շատ կստացվի այս ամենը։ Նոր ենք սկսել, փորձում ենք։ Այստեղ կարևոր փաստը դա է, որ մեթոդ կախյալ չլինենք, այսինքն ռադիոլոգը լինի մուլտիմոդալ, տարբեր ռադիոլոգիկ մեթոդներով հետազոտի եւ ամբողջական պատկեր ստանա մեկ խնդրի վերաբերյալ, ինչը բնականաբար մեծացնելու է եւ ախտորոշման ճշգրտությունը եւ նաեւ հետագայում բուժման տակտիկան եւ ելքը։ Ամեն դեպքում փորձենք, դա չի նշանակում, որ մենք մյուս օրգան համակարգերը չենք նայելու, բայց եթե մի մասնագետը թիրախային ավելի տարբեր մոդալիթին են տիրապետում է, դա միայն ավելի ուժեղացնելու ախտորոշման օրինակ վստահաբար շատ կլինիկաներում կան մասնագետներ, որոնք տիրապետում են մի քանի մոդալիթիների, դրա մասին իհարկե շեշտում ենք, մենք նաև այն գաղափարն ենք ստեղծել, որ պետք է ամբողջ թիմը այդպեսին լինի, եւ դա շատ կարևոր է, երբ որ թիմում կարելի ասել բոլորը նույն գաղափարի շուրջ են գնում եւ նույն ոնց նշեց Արփինեն, մենք նույնպես մեր թիմի մեջ էլ ունենք ինչ-որ հետաքրքրությունների շրջանակ, օրինակ ոնց նշեց մերին Արփինեն MSK ռադիոլոգիայի շատ մեծ սիրահար եւ երկրպագում MSK ռադիոլոգիան, այդ թվում օրինակ ես պեդիատրիկ ռադիոլոգիայի նկատմամբ ունեմ շատ մեծ սեր, Սոնա Նայվազյան նեյրոռադիոլոգիայի նկատմամբ, Աննա Ղազանչյան, որ վիսցերալ, այո, հետազոտությունների եւ վիսցերալ պաթոլոգիաների նկատմամբ ունի շատ մեծ հետաքրքրություն, Շուշանի մասին խոսեմ, որ ինքը շատ մեծ փորձառություն ունի ինֆեկցիոն տարբեր հիվանդությունների, այո, եւ իհարկե դոկտոր Վարդևանյանը, որ ամբողջ ծավալով միշտ cover-անում բոլոր տեսակ շատ բարդ պաթոլոգիաները եւ այս մասով մենք ունենում ենք ավելի լայն հնարավորություններ, որ եկավ ինչ-որ case, այնպես որ MSK-ը միայն արփների ծանրաբեռնվածությունն է մեծանում կամ պեդիատրիկա մյուս մասնագետի ծանրաբեռնվածությունը, բայց միշտ գիտես թե ինչ որ ավել ինֆորմացիայի համար ում դիմես, այո, եւ ում հետ կարող ես քննարկել շատ ավելի արագ պատասխանի գալու մասով։ Ես մեկ է գիտեմ, որ ձեր հիվանդանոցում եւ կլինիկայում, այսինքն ձեր թիմի մեջ կան շաբաթական թեմային քննարկումներ։ Մենք այդ ամեն ինչը ուզում ենք ներդնենք նաև MRT կլինիկում, որովհետև դա շատ նպաստում է ընդհանուր զարգացվածությանը թիմի եւ սխալներն է քչացնում, այսինքն եթե մենք օրինակ թմում 20 հոգի մարդ է, եթե մենք մի кейսի մասին խոսանք 3-ով, մենք մենակ 3-ս կիմանանք այդ кейսի բարդության կամ ինչ որ կոնկրետ բարդության մասին, իսկ եթե ամբողջ թմով են քննարկում, բոլորը կիմանան դրա մասին եւ ավելի շատ կտպավորվի։ Այդ մասով կուզեի լրացնել մեր սեփական փորձը, երբ որ նոր բացվեց Wigmore կանանց եւ երեխաների հիվանդանոցը, տարբեր թիմերից մասնագետներ, երբ նոր իրար պիտի ճանաչեինք,
կարծես ինչ որ մարտահրավեր էր առաջանում, որ յուրաքանչյուրն իր աշխատելավոճը դեռ մարդիկ իրար անձնապես էլ մի քանիսը չէին ճանաչում, անձամբ ես այդ ժամանակ նոր միացել էի Wigmore-ի թիմին եւ մեր Հրաչյա Ալբերտովնան իր կողմից առաջարկեց, որ պետք է Հովհաննես Պողոսյանի հետ առաջարկեցին, որ պետք է ունենանք նմանատիպ շաբաթական քննարկումներ, դա մենք կոչում ենք ռադիոլոգիական հանդիպումներ, յուրաքանչյուր շաբաթական մի օր, 5 մինուտ կերնել, շաբաթվա մեջ մի օր մենք առանձնացնում ենք այդ շաբաթվա ինչ որ հետաքրքրաշարժ դեպքերը, թվով 5-6 դեպք եւ հավաքում ենք այդ դեպքի հետ կապ ունեցող բոլոր մասնագետներով, մանկաբույժներ, մանկական վիրաբույժներ, ռադիոլոգիան ամբողջ թիմով, բոլոր հետաքրքրված մարդիկ, հիմա նաեւ արձինատորներ եւ քննարկում ենք кейսը։ Սկզբում ներկայացում ենք կլինիկական մասը, հետո ռադիոլոգիական մասը, մենք մեր կարծիքը, այո, հետո բուժումը եւ այլն, սա բերեց նաեւ նրան, որ կարող եմ նշել նաեւ այլ ավելի խորացան մեր գիտելիքները, նաեւ օրինակ մեզ համար մանկաբուժությունից մենք շատ արժեքավոր գիտելիքներ ենք ձեռք բերել, ավելի զարգացավ կլինիկական մտածողություն եւ ինչը որ ամենակարևորն է, ձևավորվեց կլինիցիստի եւ ռադիոլոգի մեջ շատ սահուն կապ։ Ինչը որ ամենաարժեքավորն է, այսինքն մենք սկսեցինք խոսել ու մտածել նույն լեզվով եւ դրանից հետո մենք պահում ենք այս գիծը, մենք ինքներս էլ երբեմն չենք նկատում, ինչքան էլ հեշտացել մեր կոմունիկացիան, մեր համագործակցությունը, հաղորդակցությունը եւ դրա արդյունքները իսկապես շատ լավացել են եւ եղել են այնպիսի դեպքեր, երբ դիագնոզը իսկապես եւ վարման ճիշտ պլանը հենց այդ պահին այդ ժողովի ընթացքում ծնվել է brainstorming, մեր միշտ ասածն է դա, ու նույն բանը, նույն կատեի բժիշկների ուղերձները ավելի լավ են աշխատում։ Եվ պահի տակ, երբ որ դու ինքդ մենակ ես кейսի հետ, հնարավոր է հարցին նայես ավելի սահմանափակ, իսկ երբ դրա մասին խոսում են տարբեր կողմից, յուրաքանչյուրը մի գաղափար է հայտնում, առաջանում են ինչ-որ փայլուն մտքեր, որը հաստատ հասնում են ճիշտ նպատակին։ Ես այս մեր զրույցի ընթացքում մի բան հիշեցի, մեր ուսուցիչներից մեկը միշտ ասում էր, ռադիոլոգը տարբերակիչ ախտորոշումը անում է մենակ այն հիվանդությունների շրջանակներում, որին որ տիրապետում է, որին որ ծանոթ է, ու այդ առումով ինչքան հեշտ է լինել ռադիոլոգ, օրինակ նեյրոռադիոլոգ կամ հոդային համակարգի կամ մանկական ռադիոլոգ, որովհետև երբ որ խորանում ես, դու պարզ այդ շրջանակը հիվանդությունների, իսկ մեր հետևորդները կարող է պատկերացնել ինչքան լայն է, ինչքան շատ ու տարբեր հիվանդություններ կան, ու իհարկե, երբ որ ամեն ինչ այդ շրջանակը ավելի ես լայնացնում քո գիտելիքների հիվանդությունների, քո տարբերակիչ ախտորոշումը արվում է ոչ թե 2 հիվանդության մեջ կամ 8 հիվանդության մեջ, այլ բոլոր հնարավոր հիվանդությունների մեջ, ինչը որ միանշանակ ավելի էֆեկտիվ է, միանշանակ ավելի ճիշտ է ու միշտ բժիշկները պետք է հիշեն, որ բժշկության մեջ տոկոսները այդ դրանք թվեր չեն, այդ դրանք մարդիկ են ու ամենահազվագյուտ հանդիպող հիվանդությունը, ամենահազվագյուտ հանդիպող ուռուցքի տեսակը կարող է գա ու թակի քո դուռը, այնպես որ կարծում եմ այս մեր որդեգրած մեր այսպես ասած նախընտրած Լիլիթին պետքա պատգամավոր ինչ-որ միտեղ դնել, զգուես ինչ սենց շարունակա եկել նստել եմ, որ ես կարծում եմ ես շատ եմ սիրում, երբ որ Լիլիթը պացիենտի հետ խոսալուց միշտ ներկայանում է, բարև ձեզ, ես այո, ես այսինչ, բայց ավտոմատ դու ոնց որ այդ բժիշկին ավելի լուրջ ես սկսում վերաբերվել ու Լիլիթի խոսքը միշտ նենց է, որ միանգամից պացիենտը հասկանում է վստահություն է ներշնչում, այս բժիշկին նկատմամբ ու իրոք տենց է։ Երբ որ ես զանգում եմ Լիլիթին բան եմ հարցնում, ասում եմ Լիլ մի հատ էս կնայես, ինքը ինձ ասում է հեսա ես նայեմ, հետ զանգեմ, ինքը ինչ չի ասում։ Մի վարքյան հեսա թերթեմ նայեմ, հա։ Հետ է զանգում, թիրախային ասում է ինչա, ես ասում շնորհակալություն Լիլ ջան, հեռախոսը դնում եմ եւ վсё։ Իմ հարցը փակված է տենց։ Ընտիր է ուղղակի։ Լիլիթը միշտ բանավան, դեսից դենից չի խոսում, միշտ նշանակային, կոնկրետ։ Այո, բնավորության տեսակ է, չէ՞։ Կոնկրետ մարդ է։ MRT ոդքասթի գործընկերն է MRT Կլինիկը։ 3 տեսլահզոր MRT սարք, փորձառու բժիշկ ռադիոլոգներ, պատասխանները տրամադրվում են ընդամենը 1-2 օրում։ Մեզ մոտ ամենամատչելի արժեքն է, գործում է առողջության համընդհանուր ապահովագրություն, ինչպես նաև անհատական ապահովագրություն։ Ձեր MRT-ն MRT Կլինիկում։ Բժիշկներ ջան, կուզենայի խոսալ մի քիչ ձեր կրթության մասին։ Ես գիտեմ, որ շատ բազմազան է, անդադ վերապատրաստվում եք դուք։ Ես հիանում եմ իրականում տենց մարդկանցով։ Լիլ ջան, կուզենայի ձեր Ամերիկայի փորձից պատմել մեզ։ Արփի ջան, հետո էլ ձեր բազմաթիվ Եվրոպայի փորձերից կուզենայի լսել։
Wigmore հիվանդանոցը կենտրոնական Կալիֆոռնիայի մանկական խոշորագույն Valley Children's հիվանդանոցի հետ ունի համագործակցություն, որը շարունակաբար զարգացող համագործակցություն է եւ դրա շրջանակներում 23 թվականի աշնանը ես էլ մեկնեցի Ամերիկա, կենտրոնական Կալիֆոռնիայի հիվանդանոցը, որը տարածաշրջանի իրենց ամենամեծ մանկական հիվանդանոցներից մեկն է, եւ այնտեղ ունեցա observership-ի ծրագիր, այսինքն իրենց բաժանմունքում անցկացնում է իրենց հետ աշխատանքը, միասին քննարկում էինք բոլոր իրենց հիվանդներին, տարբեր ընդ որում իրանք շատ լայնածավալ հետազոտություն են իրականացվում, սկսած նեյրոռադիոլոգիայից, նաև այդ թվում նաև MSK ռենտգեն հետազոտությունների շատ լայն ծավալ էին իրականացնում։ Սա տվեց ինձ շատ մեծ փորձառություն, նախ առաջին հերթին կարող եմ ասել այն ամենաբեզիկ level-ից, որ ծանոթանալ աշխատանքի իրենց մոդելին։ Ես էլ էի ուզում հարցնել, շատ է տարբերվում։ Հենց իրական կասեմ, որ բավականաչափ տարբերվում էր, սկսած աշխատանքային միջավայրից, իրենց վերջացրած իրենց աշխատելու մոդելով, իրենց կարող եմ ասել նաև մշակույթով, իրենց ծառայության ղեկավարը, որը ինձ շատ լավ ավագ ընկեր է, Ֆրեդել Լենինգհեմ, ինքը նեյրոռադիոլոգիայի գիգանտներից է, մանկական նեյրոռադիոլոգիայում շատ մեծ դեր ունեցող մասնագետ, ում հետ ես մինչ այժմ կապ եմ պահում, որովհետև երբ որ լինում են ինչ-որ sense մարտահրավերային кейսեր, կարիք է լինում երկրորդ կարծիքի, ընդ որում շատ անգամ նույնիսկ մեր նյարդաբանության ոչ մեր հետազոտությունները կարիք է լինում քննարկել իր հետ, կլինիկան հետագա բուժումը վարումը պլանավորելու համար, իրենք միշտ բաց են այդ քննարկումների առաջ։ Ես իրենց հետ քննարկում եմ այդ кейսերը, նրանք օրական նայում են 200 եւ ավել հետազոտություն, ընդ որում հետաքրքիր է այդ մուլտիմոդալ ասպեկտը, որ նշում ենք, ֆիլտրված էին кейսերը, այսինքն նույն ծառայության ղեկավարը նայում էր եւ ռենտգեն, եւ կատե, եւ որովայնի հետազոտություններ, բայց ավելի մեծ ծավալ գալիս էին իրան նեյրոռադիոլոգիայի кейսերը։ Մյուս բժշկուհին իրենց մոտ ավելի շատ ռենտգեն հետազոտությունների ծավալներ կարողանում ապահովել եւ էլի ինքը ապահովում էր ավելի շատ ռենտգեն հետազոտություններ, միևնույն անուններ նեյրոռադիոլոգիայի кейսեր եւ այլն, այսինքն այս բալանսը որոշակի պահվում էր։ Միևնույն ժամանակ գիտելիքների մասով էլ իրենք շատ բաց էին թե իրար մեջ քննարկումների մասով եւ բացի այդ իրանք ունեին հստակ իրենց պրոտոկոլները, որով աշխատում էր ոչ թե ուղղակի մեկ հիվանդանոց, այլ ամբողջ համակարգը։ Այո։ Ես զարմացած էի, որ երեխան պեդիատրիկ հիվանդանոցում հիմա մենք հիմնական գործ ունենք առաջնակի кейսերի հետ, երբ որ երեխան նոր եկել հետազոտվում է, այնտեղ 2 տարեկան երեխան արդեն մի ամբողջ բազա ուներ հետազոտությունների եւ ինձ այսպես կողքից թվում էր, թե ինչքան հեշտ է դիագնոզել, մենք իր մասին ամեն ինչ գիտենք, որովհետեւ երբ որ նույնիսկ ինքը մի այլ նահանգում անցել էր հետազոտություն, այդ ամեն ինչը ամբողջացված էր մի քո համակարգչի մեջ։ Նու ենթադրաբար մեր Արմետ համակարգը դրան է հիմա ձգտում, որ այս ամեն ինչը հիմա թվայնացնում է, պատասխաններն են թվայնացված, որ հետագայում օրինակ մի բժիշկը մենք հիմա ոնց ենք անում, Ժողովուրդ ջան, երբ որ օրինակ մի ուրիշ հիվանդանոցում է անցնում, այո, զանգում ենք մեր գոլեգաներին, Փառք Աստծո բոլորի հետ շատ լավ հարաբերությունների մեջ ենք եւ ռադիոլոգիայի ոլորտում այդ պահը չկա, որ մեկը մյուսին չի օգնում։ Ես ում զանգեմ մեր գոլեգաներից, այն որ խնդրում եմ, ես հիվանդանոցից կուղարկեք հետազոտությունը կամ այն հիվանդանոցից կուղարկեք կամ օրինակ ձեր կարծիքն եմ ուզում իմանալ, միանշանակ դա կա, բայց այդ ամեն ինչը ժամանակատար է, կարող է օրինակ այդ պահին բժշկին հարմար չեղավ, ինքը վաղը քեզ ուղարկի կամ վաղը դուք իր հետ քննարկեք այդ кейսը, իսկ եթե լինի մի ամբողջական համակարգ, ինչը ես էլի եմ կրկնում, հուսով եմ, մենք ձգտում ենք դրան, մենք կմտնենք այդ հիվանդի պատմության մեջ եւ ավտոմատ սաղ թղթերը մեջը պատրաստի Եվ այո, եթե ես զարմանում եի, որ իրանք կարողանում են օրական 200 кейս նայել, այս ամեն ինչը նաև թույլ էր տալիս, որ բժիշկը կարողանա զուտ աշխատանքի վրա կենտրոնանա, որովհետև ուրիշ բանի վրա չենք հաջորդ օրը բերի նախորդ հետազոտությունը, դա պատրաստենք եւ ամբողջ փաթեթ հավաքենք, իրանք պատրաստի դա ունեն իրենց համակարգչի մեջ ներբեռնված։ Ես կուզենայի այստեղ մեջբերում անել մեր պացիենտների համար, Ժողովուրդ ջան, ցանկացած կենտրոնել որ գնաք, ցանկացած բժշկի մոտ էլ որ գնաք, ես ձեզ շատ եմ խնդրում տարեք ձեր նախորդ հետազոտության տվյալները, որովհետև քանի кейս է եղել էս վերջերս էլ առավել ինչ որ տենդենսը գնում է, որ մարդիկ չեն բերում իրենց նախորդ թղթերը։ Դուք որ չեք բերում նախորդ թղթերը, կարա ձեր դիագնոզի հարցում կրիտիկական սխալի պատճառ լինել, որովհետև նույն տեսքը ռադիոլոգիայում կարա ունենա եւ վատ բանը եւ լավ բանը, այսինքն մենք պետք է հասկանանք ձեր հետ ինչ է կատարվել, դուք ինչ բուժում եք ստացել կամ առհասարակ բուժում ստացել եք թե չէ, որ կարողանանք ավելի ճշգրիտ ուղղորդել ձեր կլինիկական բժշկին։ Շնորհակալություն։ Բացի այդ, երբեմն ձեր
տվյալ օրվա հետազոտության ամբողջ իմաստը կայանում է նախորդ հետազոտության հետ համեմատման մեջ։ Այսինքն դուք գալիս եք հետազոտության ոչ թե որպեսզի ձեզ նոր բան ասեն, այլ ասեն նախորդի հետ համեմատած ինչն է փոխվել։ Այնպես որ այդ շատ կարևոր է։ Ես մի բան ասեմ, էլի ես վերջերս պացիենտ ունեի, ով որ բառից բուն իմաստով ուներ իր հետազոտությունների Portfel Դենց եմ սիրում այդ սպորտը ջնջվեց խմբավորած ամսաթվերով, օրերով, այսինքն այս ինչ թվականից սկսած ես ման չէի գալի վերջինը, նախորդը սենց խմբավորած դրած էր, չգիտեմ, դա կարող է ինչ-որ պետանտ մոտեցում ամեն դեպքում դա պետանտ մոտեցում է սեփական առողջության հանդեպ ու շատ հարմար էր այդպիսի պացիենտի հետ աշխատելը, միանշանակ դա առաջի հերթին իրեն էր օգուտ, որովհետև ամեն ինչ համ ավելի արագ կատարվեց, համ ավելի էֆեկտիվ ու ինֆորմատիվ, այնպես որ ձեր հետազոտություններին ու ձեզ տրված դիսկերին ու ցանկացած էպիկրիզներին թղթերին լուրջ վերաբերվեք այն առումով, որ ուղղակի կարելի է մի հատ թղթապանակի մեջ հավաքել, ուղղակի պահել։ Կամ գոնե հեռախոսի մեջ ֆոտո ունենցեք, պահեք, եթե ձեզ դժվար է։ Այո, հարմար է, երբեմն հիմա որոշ կլինիկաներում նույնիսկ շոշափելի, հա, դիսկ չի տրվում, on-line է ամեն ինչը ուղարկվում կամ QR կոդ է տրվում, այսինքն մատերիալ չկա ընդհանրապես նյութը, հա, թվային տեսքով, որը որ շատ հարմար է, ուղղակի պահեք մի կորցրեք, խմբավորեք, դա միանշանակ ձեր համար է։ Բժշկուհի Արփինե ջան, ձեզ էլ կուզենայի լսել ձեր Եվրոպայի փորձի հետ կապված։ Շատ լավ, ուրեմն 2023 թվականին ես մեկնեցի Նիդերլանդներ Սինթ Մարտենս կլինիկ, որը համարվում է եվրոպական լավագույն top 5 հիվանդանոցներից մեկը, օրթոպեդիկ եւ վերականգնողական կենտրոն, այնտեղ 3 ամսով անցել եմ fellowship, ոսկրամկանային համակարգի, այո, մոտավոր 1 տարի, երևի իմ մոտիվացիան եւ իմ մեծ ցանկությունն է եղել ոսկրամկանային ռադիոլոգիա ուսումնասիրել եւ սովորել դրսում եւ կարելի ասել երազանք նպատակ իրականացավ եւ ես կարողացա 3 ամսով մեկնել Նիդերլանդներ այդ կրթությունը ստանալու եւ մուլտիմոդալ լինելու գաղափարը հենց առաջին հերթին ես այնտեղ իմ մոտ ծագեց եւ այնտեղ տեսա թե ինչպես նույն ռադիոլոգը մի օր աշխատում էր որպես ռենտգենոլոգ, հաջորդ օրը որպես MRT-ի բժիշկ կամ ինտերվենցիոն ռադիոլոգ, հաջորդ օրը սոնոգրաֆիստ եւ այդպես շարունակ այնտեղ նաեւ ունեին նրանք հատուկ օրեր, որ կարող էին տնից աշխատել, այդ հիվանդանոցը իրենց տրամադրել էր հատուկ ստանցիաներ, որտեղից իրենք հանգիստ 8-9 ժամ կարող էին տնից աշխատել, այդպիսի հնարավորություն էլ կար եւ այնտեղ ցանկացած ռադիոլոգ ուներ իր առանձին սենյակը, որտեղ աշխատում էր եւ շատ հազվադեպ էր լինում, որ նրանց խանգարում էին ինչ-որ տեխնիկական հարցերով, տեխնիկներն իրենց առանձին սենյակները ունեին եւ շատ համակարգված էր աշխատանքը, իսկ ռադիոլոգը մենակ զբաղվում էր իր ռիփորտներ անելով։ When a report and ձայնագրիչներով էր հաստատ եւ էլի այդ նույն բազան կար ամբողջությամբ թվայնացված էր եւ եթե պացիենտը այլ կլինիկայում էր անցել նախկին հետազոտությունը, իրանք ամբողջ պատմությունը ունեին զետեղված մեկ տեղում, որը բավականին հեշտացնում է եւ նաեւ բարձրացնում ախտորոշման արդյունավետությունը եւ արագացնում ավելի, այո։ Ես մի բան ասեմ, շատ կներեք, ուղղակի ինչքան հատկապես ոսկրամկանային ռադիոլոգիայում հենց այդ խոսքերը, որ ռենտգենի տեղը կատե չեն անում, կատեի տեղը MRT չեն անում, այլ անում են ռենտգեն, դրան լրացնում է կատեն, հետո սոնոգրաֆիան, հետո MRT-ն, այդ շատ ցայտուն է ու կարևոր է, որովհետև հատկապես իրոք հենց ոսկրամկանային խնդիրներում, ոսկրամկանային գոյացություններում անպայման կարիք է լինում համ MRT-ով գնահատել այդ հյուսվածքը, համ կատեով գնահատել ոսկրի խտությունը, համ ռենտգենով, համ սոնոգրաֆիայով ու այդ շատ կարևոր է ու ես նշեմ կներեք, բայց պետք է ասեմ, որ դոկտոր Արփինեի հետ շատ հետաքրքիր հատկապես երեխաների ոսկրամկանային համակարգի գոյացությունների ինչքան իրոք հազվագյուտ այդ օրինակը շատ լավ բառ էր, որովհետև այնպիսի кейսերի ենք առնչվում, հա, որ մտածում ես, որ երբևիցե դու տենց բան չես տենա կամ տեսնում ես նոր ես, այսպես ասած, research անում ու տեսնում, որ տենց բան գոյություն ունի ու շատ մեր համար էլ է
լավ այն առումով, որ իմանում ենք այդպիսի հիվանդությունների մասին ու պացիենտի համար էլ միանշանակ, որովհետև ունենում է դիագնոզ ու Վիգմոր կլինիկայի ոսկրաբանները, հոդաբաններն են միշտ մեր հետ կապի մեջ են, միշտ բիոպսիայի, հետագա բիոպսիայի պատասխանները իմանում ենք ու չգիտեմ, ինձ թվում է մենք այդ տեսանկյունից այդ սֆերայում շատ ենք աճել, որովհետև իրոք շատ հետաքրքիր кейսեր ենք ունեցել։ Ուղղակի ուզեցա նշեմ, որովհետև միշտ դոկտոր Արփինեի հետ են այդ кейսերը քննարկվում շատ։ Դոկտոր Շուշանի ասելուց կարևոր երկու keyword-եր ասեմ՝ մուլտիմոդալ եւ մուլտիդիսցիպլինար։ Այս ամենը կարևորն է, որ մենք ցանկանում ենք ներդնել ու գրանցում ենք հաջողություններ հուսամ նաև ապագայում շարունակելով կրթության մասին անցած տարի նաև observership անցա Գերմանիայում արդեն Heilbronn-ի քաղաքային հիվանդանոցում ինքը բավական մեծ բազմապրոֆիլ հիվանդանոց էր եւ այնտեղ էլի այս մուլտիմոդալի գաղափարը ներդրված էր եւ նաև պեդիատրիկի մասով նշեմ որ եթե մենք տարբեր պաթոլոգիաների դեպքում կատե ենք ուղղորդում, այնտեղ հաշվի առնելով այդ ճառագայթային վտանգավորություն լինելը հատկապես երեխաների շրջանում, այնտեղ առաջնահերթություն տրվում էր սոնոգրաֆիա, ապա հետագայում MRT։ Օրինակ, եթե ապենդիցիտի դեպքում մենք սոնոգրաֆիկ ենք ախտորոշում դնում եւ բարդացած դեպքերում ինչ որ նեկրոտիկ, ինֆիլտրատիվ զոնաների հայտնաբերման համար կատարվում էր, մեր մոտ կատարում ենք կատե, ապա այնտեղ MRT-ը կատարվում։ Նույնիսկ լոգիկա, նույնիսկ stage փուլավորման դեպքում այնտեղ ավելի նախապատվությունը տրվում է երեխաների դեպքում MRT-ին եւ ոչ թե կատեին, այստեղ նաեւ այս մանկական ռադիոլոգիայի մասում էս է կարեւոր, որ պետք է մաքսիմալ նվազեցնել ճառագայթի ազդեցությունը հատկապես երեխաների շրջանում եւ մեր Վիգմոր հիվանդանոցում ճառագայթային հետազոտություն անցնելու համար հատուկ ուղղորդում է պետք բժիշկների կողմից կլինիկական հարցադրում թե ինչու պետք է կատարել ռենտգեն կամ կատե ճառագայթային հետազոտություն եւ առանց կլինիսիստի հստակ ուղղորդման մեր մոտ ճառագայթային հետազոտություն չի արվում։ Շատ կարևոր բան ասեցիք, այստեղից եկեք խոսանք նրա մասին, բազմիցս խոսվել է, բայց մեկ է այս հարցերը մնում են բաց շատ մարդկանց մոտ MRT կատե տարբերության մասին MRT-ն չի ճառագայթում, կատեն ճառագայթում է, կատեով նայվում է հիմնականում թոքային հյուսվածքը, ոսկրային հյուսվածքը, MRT-ով նայվում է ավելի շատ փափուկ հյուսվածքային համակարգը, բայց մեկը մյուսին փող լրացնում են եւ երկուսն էլ որոշ кейսերի ժամանակ պետք են լինում։ Նենց չի որ դուք կարող եք գալ միայն MRT-ի եւ ասել վсё MRT-ով սաղին պատասխանները տվեք։ Շատ ժամանակ MRT-ն ուղղորդում է կատեի, ոսկրային համակարգի գնահատման համար, իսկ կատեն ուղարկում է MRT-ի, փափուկ հյուսվածքային ինչ-որ փոփոխությունների գնահատման համար։ Շատ հետաքրքիր է, ինչպես միշտ Վիգմորի թմի հետ զրույց ունենալը, եկեք որպես վերջաբար մի հատ էլի հիշենք Հովհաննես Պողոսիչին, Վիգմորի Հովհաննես Պողոսիչ։ Այո, ռադիոլոգիայի թմի ղեկավարին, Արփիջան ասակող Հովհաննես Պողոսիչին ուղղած։ Այս ամենի մասին իհարկե որ մենք խոսեցինք Հովհաննես Պողոսիչը միշտ կուլիսներում է լինում, բայց մեզ ոգևորող, մոտիվացնող եւ մեր մտքերը ոգեշնչող եւ իրագործող ղեկավարը հենց Հովհաննես Վարդովանյանն է։ Շնորհակալություն ձեզ։ Այո, ես բազմիցս տեսել եմ իր աշխատանքը ձեր հետ, ուղղակի հացմունք է իմ մոտ առաջանում։ Ես ձգտում եմ տենց ղեկավար լինել իրականում իմ թիմի համար։ Ես միշտ ինչ եմ ուզում մեր ոդկասթում, որ մեր ընկեր մասնագետները բոլորը եւս մի անգամ գան ու մենք արդեն հետաքրքիր кейսեր քննարկենք, ոնց ստացվում է ծանոթանում ենք, ներկայացնում ենք ու հետո անենք նույնը եւս մի этаպով արդեն այդ кейսերի վրա կենտրոնանալով ու անվանելով այդ кейսերը, որպեսզի ավելի հետաքրքիր դառնա մարդկանց համար էլ թե ինչքան իրոք մեծ աշխատանք է կատարվում ու ինչքան կարևոր է հենց այս թմային աշխատանքը ու այս թմային նոտայի վրա եկեք շարունակելով նաև կցանկանամ շնորհակալություն հայտնել մեր բաժանմունքի չքնաղ բժշկուհիներին, որովհետև մենք ամեն ինչ իրագործում ենք միասին, մեկս մյուսին օգնելով, զարգացնելով, թիմային մոտեցումով, որը բավականին կարևոր է լավ արդյունքներ հասնելու։ Դոկտոր Լիլիթը սկզբից անվանական նշեց, ով ինչով է զբաղվում, եկեք վերջում էլ ուղղակի sense բարև ուղարկենք։ Բոլորին։ Ես ուզում եմ նաև նշել, որ թեկուզ մենք հիմա այս
մեզ համար աշխատանքային օր այստեղ ենք, որտեղ մեր թիմը կարողանում է աշխատել այնտեղ, նաև մեր Այո, փոխարեն։ 24/7 Ինչի համար մենք նաև շատ շնորհակալ ենք ու այդ թիմի գաղափարը իսկապես մենք այս անընդհատ դա շեշտում ենք եւ շատ կարեւոր է, որ թիմի գաղափար լինի յուրաքանչյուր աշխատակցի մեջ, որտեղ թիմը ուղղակի քանակ չի, 5 հոգի, թիմը սկսվում է 2 հոգուց եւ դառնում է մի ամբողջ բաժին եւ եթե կարողանում ես գտնել մի տեղ, որտեղ բախտդ բերում է ու բաժանմունքը դառնում է թիմ, վստահաբար շատ մեծ բան գտել ես եւ շահել։ վստահ եմ, այս ամեն ինչը, այո։ Ներեք ուղղակի այդ ուզում եմ ասեմ միշտ թմային մարզաձևերում սկզբից աշխատանքը հոգեբանական է տարվում, որպեսզի միջանձնային հարաբերությունները հաստատվեն, հետո նոր պարապմունքներն են սկսվում, այնպես որ այդ միանշանակ շատ Ես կարևոր է։ կուզենայի այստեղ մի բան ավելացնել, մարդկային ֆակտորը մի կողմ, այսինքն ամեն մարդ էլ ինքը լավ մարդ է, բայց փաստացի ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Հովհաննես Բողոսիչին, որ սենց թմային աշխատանք ներդրել է ձեր ամեն մեկի մեջ եւ դուք ունեք թիմ եւ հետագայում նաեւ շարունակվում է մեր մեջ այդ ամեն ինչը։ Այսինքն հիմա MRT կլինիկը եւ Վիգմոր հիվանդանոցը եւ կլինիկը իրար եղբայր կլինիկաներ են եւ մենք ընդհանուր ունենք մեծ թիմ, որը աշխատում է մի պացիենտի մի кейսի վրա։ Շնորհակալություն բոլորին, Իգոր։ Իսկ մենք հիշեցնենք, որ MRT ոդկասթի գլխավոր գործընկերը MRT կլինիկն է։